Ընդհանրապես այս ձերբակալությունների եւ կալանավորումների շղթա ինչով եք պայմանավորում նախընտրական շրջանով, թե Փաշինյանը հրահանգում է, պարզապես գործ են անցնում։ Նախ մի կոմպոնենտ չի, բնականաբար այս գործողությունների տակ մի քանի դրդապատճառներ կան, որը բնականաբար, ինչպես դուք արդեն ճշմարտացիորեն նշեցիք, նախընտրական տրամաբանություն է, ընտրություններից առաջ ինքը փորձում է չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ ազդեցություն ունեն, լինի դա համայնքում, լինի հոգևոր դասի ներկայացուցիչներ, որոնք որևէ ազդեցություն կարող են ունենալ, իրենց խոսքով, իրենց գործունեությամբ, բնականաբար այդ բոլոր մարդկանց ինքը փորձում է մեկուսացնել, բայց առհասարակ ես վերջին հատկապես օրերին տեղի ունեցողը կարող եմ նկարագրել որպես քաղաքական հաշվեհարդարներ։ Տեսեք, ընդամենը մի քանի ամիսներ առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքում երկու համայնքում հաղթել է ոչ իշխանական ներկայացուցիչ, մեկը Փարաքարում է եղել, մեկը Գյումրիում։ Եվ Փարաքարի համայնքապետը Վալոդիա Գրիգորյանը սպանվել է, որի ամբողջական բացահայտումը մինչև այսօր տեղի չի ունեցել, եւ ես սա պնդում եմ, ինչքան էլ քննչական կոմիտեն ասի, որ արդեն քանի որ գտնվել այն անձով խոստովանել է, որ կրակել է, միևնույն է, ես տեսնում եմ այնտեղ նաև քաղաքական ենթատեքստեր եւ ամբողջական բացահայտում պետք է լինի, բայց մի դեպքում փաստացի ունենք սպանված քաղաքապետ ընդդիմադիր, մյուս դեպքում էլ Գյումրի համայնքապետը Վարդան Ղուկասյանը փաստացի այսօր մինչև մենք խոսում ենք, չգիտենք ձերբակալվել է, կալանավորվել է թե չէ, բայց ակնհայտ է, որ process-ը դրան է գնում։ Ես չգիտեմ իրավական ինչ հիմնավորում կդնեն տակը, բայց ակնհայտ է, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Հիշում եք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ասաց, որ Վարդան Ղուկասյանին դուրս կշպրտեն հանրային քաղաքական կյանքից, եւ հիմա դրա գործընթացն է տեղի ունենում։ Եվ ավելորդ միամտություն չպետք է ունենալ հասկանալու, թե լավ, ինչ պատճառով է դա տեղի ունեցել, հա, ընտրակաշառքի գործ կար, ընտրակաշառքի գործ չկար, չկա որևէ իրավական հիմնավորում, կա մեկ անձ, ով այսօր եւ դատավորն է, եւ դատախազն է, եւ քննիչն է, եւ փաստացի երկրի վարչապետի աթոռի նստած մարդը հրահանգը տվել է, քննչականով, ԱԱՑ-ով, այսպես դիմակավորված ներխուժում են իրականացրել։ Սա քաղաքական հաշվեհարդար է, ինքը փորձում է մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր որոշակի ազդեցություն ունեն, եւ ընդդիմադիր որևէ մեկին ուղղակի չի հանդուրժում։ Լինի դա քաղաքապետ, լինի դա հոգեվորական, որը ոչ թե ընդդիմադիր կեցվածք ունի, այլ քաղաքացիական միգուցե եւ դիրքորոշում ունի, նույնիսկ փաստաբանը իր գրառման համար գետնին է տապալվում, հա, ձերբակալվում, հետագայում կալանավորվում 2 ամսվա կալանք Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ։ Բայց դա լավ, դա ոնց բացատրենք։ Գուցե սա նաեւ վաղաշաբաթի ընտրություններին ընդառաջ է, որպեսզի վաղաշաբաթին ընդդիմությանը չընտրի ելք կանխորոշելով, էլ այսպես ասած։ Բնականաբար ինքը նաև այդ տրամադրությունն է ուզում ստեղծել, ի վերջո նախորդ ընտրություններին համայնքային ինքը պարտվել է եւ էջմիածնում ինքը փորձում էր իսկապես այնպիսի մթնոլորտ ստեղծի, որ գոնե 26 թվականի համապետական ընտրություններից առաջ որևէ հաջողություն ունենա, բայց ես կարծում եմ, որքան շատ լինեն նման ռեպրեսիաները, սա ուղղակի հակադարձ ազդեցություն է ունենալու քաղաքական մեծամասնության վրա։ Որքան իրենք շատ ռեպրեսիոն ալիքը ուժեղացնեն, այնքան ժողովրդի հակազդեցությունը լինելու է վստահաբար, թող իրենք իմանան։ Ուժով հնարավոր չէ մշտապես իշխանություն պահել։ Հակազդեցությունը ինչպես է լինելու, այ ընդդիմադիրներին վախացնելու փորձեր են արվում։ Այդ հակազդեցությունը ժողովրդի կողմից կամ ընդդիմության ինչպես է լինելու։ Եվ արդյոք աչքի Եթե նույնիսկ ժողովուրդը այդ հակազդեցությունը չի դրսևորում փողոցում, փողոցային շարժումների ժամանակ, այդ հակազդեցությունը դրսևորվելու է նաև ընտրատեղամասում, ընտրություններում, թող իրենք ուղղակի վստահ լինեն, որ այո, իրենք կարող են կալանավորել սրբազաններին, ինչը արել են, իրենք կարող են կալանավորել բարերարի, ինչպես արել են, բայց մշտապես այս ալիքը հակազդեցություն ունենալու է, թող ինքը չմտածի, որ Սաակաշվիլիից ուժեղ տղա է, Կադաֆիից ուժեղ տղա է, քեզ նման բռնապետներն են անցել գնացել։ Այս ռեժիմը ավարտվելու է միանշանակ։ Ինքը չնայած հայտարարում է, որ ինքը ժողովրդավարական բաստիոնի ղեկավարն է, մեծ ժողովրդավար է, բայց ամենօրյա ռեժիմով այս կալանավորումները, այս ձերբակալությունները խոսում են ոչ միայն նրա ժողովրդավարության ընկալումների մասին, այլ նաև որ ինքը վախեր ունի սեփական աթոռը կորցնելուց։ Տեսեք, այն մարդը, ով իսկապես ժողովրդի սատարում ունենում է, նրա կարիք չի ունենում այս բոլոր ձերբակալությունների, այս բոլոր հետապնդումների։
Իսկ ինչպես հասկանանք, որ մի կողմից Փաշինյանը Վատիկան է գնում եւ սրբադասման է մասնակցում Իգնատիոսի եւ մյուս կողմից մենք տեսնում ենք, որ եկեղեցու դեմ է գործողություններ իրականացնում, որքանով է համատեղելի։ Բնականաբար համատեղելի չի, նույնիսկ գետինն ես մտնում, տեսնելով, որ իսկապես նախորդ օրերի ընթացքում հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների է եւ նաեւ Սրբազանի կալանավորում, հետո այսպես որպես քրիստոնյա ժողովրդի վարչապետ գնում եւ այս նման արարողությունների է մասնակցում, սա իհարկե աբսուրդ է։ Իհարկե տեսնում եմ, որ այս շղթան հատկապես եկեղեցու նկատմամբ իրականացված փորձելու է հանգուցալուծել նաեւ կաթողիկոսի նկատմամբ ինչ որ գործողություններով, հիմա ձերբակալում կալանավորում թե այլ տրամաբանությամբ դա տեղի կունենա, ժամանակը ցույց կտա, բայց այն ձայնագրությունները, որ հրապարակվել է, այն տրամաբանությունը, որ թեմերի տարբեր առաջնորդներ են կալանավորում, ընդհանուր շղթայի մի մաս են, որը անխուսափելիորեն տանելու է։ Ու խնդիրը ոչ միայն կաթողիկոսը չի, հիմա ամեն անգամ ես փորձում եմ սա եւս մեկ անգամ շեշտադրել, թույլ տվեք այս անգամ էլ անել, որ խնդիրը առանձին անհատներ չեն, խնդիրը առանձին հոգևոր դասի ներկայացուցիչները չեն եւ ոչ էլ կաթողիկոսի անձն է, խնդիրը եկեղեցին է, խնդիրը եկեղեցին որպես ինստիտուտ ոչնչացնելն է կամ այնքան թուլացնելն ու հպատակեցնելն է, որ ինքն ինքնուրույն որևէ դիրքորոշում հայտնելու հնարավորություն չունենա։ Դուք գիտեք, որ եկեղեցին տարբեր միջազգային հարթակներում իր հնարավորությունների սահմաններում խոսում է եւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, եւ մեր գերիների վերադարձի մասին, եւ դա խիստ այսպես վատ արձագանք է գտնում Ադրբեջանում եւ հետեւաբար ադրբեջանցիներին ցանկացած բան որ դուր չի գալիս, Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ հարցը իր ձևով լուծել եւ իր ձևն է փաստացի համատարած կալանավորումներն ու հետապնդումներն են։ Արդյոք այստեղ հավաքական ընդդիմության մեղավորությունը ինչ որ առումով չկա, որ Փաշինյանին հաջողվում է իրականացնել այն ծրագրերը, որ նա պլանավորել է, այսինքն չի տեսնում մեծ հակազդեցություն, նույն մենք դատարանների բակում չտեսանք մեծ թվով ընդդիմադիր գործիչներ կամ մարդկանց, ովքեր կհամախմբեին իրենք եւ այս ամենը դատավարությունը, որ տեղի ունեցավ Միքայել Սրբազանի հետ կապված, Բագրատ Սրբազանի, այսինքն ներկայություն կա, բայց դա չի ուղեկցվում մեծ թվով մարդկանց եւ բավարար չեն այդ քանակը մարդկանց, այսինքն Փաշինյանը չի տեսնում այդ մեծ հակազդեցությունը ընդդիմության եւ ժողովրդի կողմից եւ մտածում է, որ կարող է ամեն ինչ մարսել։ Ես պետք է մասամբ համաձայնեմ ձեր դիտարկումների եւ դիրքորոշումների հետ, որովհետեւ եթե օրինակ խոսքը վերաբերում է Միքայել Սրբազանին, եթե դուք եղել եք Մայրաթորում, վստահաբար տեսած կլինեի գրեթե մեր բոլոր падգամավորներին, ովքեր գտնվում էին այնտեղ, ովքեր կոչով հնչեցնում էին, որ պետք է գալ եւ պաշտպանել այս դեպքում Միքայել Սրբազանին եւ հետեւաբար նաեւ եկեղեցուն, բայց հաշվի առնելով, որ նման դիրքորոշումներ ցանկացած բան, որ վերաբերում է Մայրաթորի պաշտպանությանը, որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ պետք է անել այնպես, որ համահունչ լինի եկեղեցու դիրքորոշմանը։ Այսինքն այն, ինչպես պատկերացնում է պաշտպանությունը եկեղեցին, չի կարող հակադրվել մեր պատկերացումների հետ։ Մենք օրինակ գնացել ենք այնտեղ այն հստակ գիտակցումով, որ սա քաղաքական հետապնդում է, այո, չպետք է թողնել, որ Միքայել Սրբազանին տանեն, որովհետև տանելուց հետո ակնհայտ էր ինչ է լինելու ավարտը, այսինքն մենք արդեն տեսնում ենք 2 տարվա դատավճիռ կա Միքայել Սրբազանի նկատմամբ, բայց Մայրաթորում այլ որոշում է կայացվել ամենայն խոնարհությամբ եւ հարգանքով նրանց բոլորի նկատմամբ եւ իրենց կայացված որոշումների նկատմամբ, բայց ասածիս իմաստն այն է, որ մեր գործողությունները չեն կարող հակադրվել նրանց գործողությունների հետ եւ ես հերթական անգամ խոնարհաբար վեհապարտ տիրոջն ասում եմ, որ պետք է այնպիսի տրամաբանություն մշակվի գործողությունների, որն իսկապես կկարողանա պահպանի Մայրաթորը։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չի կանգնելու։ Իր գործողությունները մի քիչ առաջ, մի քիչ հետ ինքը պլանավորել է իրականացնելու է։ Վարդան Ղուկասյանը մի քիչ առաջ ընկավ, Մայրաթորինը մի փոքր կարծում եմ կապված է Էջմիածնի ընտրությունների հետ, այսինքն ինքը հաշվարկում է իր համար նպաստավոր է այդ գործողությունն անել, այսինքն կաթողիկոսի նկատմամբ հարձակումն իրականացնել ընտրություններից հետո թե առաջ։ Եթե առաջ անի դա իրեն ինչ է տալու, կարող է բացասական լինի, հետեւաբար սպասի ընտրություններից հետո, բայց այն, որ ինքը իր ծրագիրն ունի, վստահաբար կա, կարծում եմ Հայաստանի Հանրապետությունը բոլոր քաղաքական ուժերը արձանագրել են արդեն, որ այդ հարձակումը վաղ թե ուշ տեղի է ունենալու, եւ դուք ճիշտ եք ասում, քաղաքական ուժերը համախմբված պետք է հակազդեցության օջախ ձևավորեն, որը համահունչ կլինի Մայրաթորի պատկերացումների հետ։ Խորհրդանական ընդդիմադիր, իսկապես ընդդիմադիր ուժ։ Այո, երեք դուք տեսաք, որ Մայրաթոր ուխտագնացություն
եղավ, մոմավառություն եղավ եւ կարծում եմ մարդկանց բազմաշատությունը եւ այսպես համառ այնտեղ ներկայությունը մեծ մեսիջ էր նաեւ քաղաքական մեծամասնությանը, որ ցանկացած գործողության դեպքում մարդիկ կազմակերպված, ինքնաբուխ, ցանկացած տրամաբանությամբ գնալու են մայրաթոռը պաշտպանելու, որովհետեւ սա անձի խնդիր չէ։ Եթե սա միայն կաթողիկոսի խնդիր լիներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչու են այս պահին 3 թեմի առաջնորդներ ձերբակալված, կալանավորված։ Եթե սա միայն կաթողիկոսի հարցներ չէ, սա ամբողջ ինստիտուտի եւ վերնախավի գլխատում է, որը կրկնում եմ մեկ նպատակ ունի՝ հնարավորինս թույլատրել մեր ազգային ինքնության պահպանման հիմնական ինստիտուտներից մեկին։ Գալով մեկ այլ թեմայի, 44-օրյա պատերազմի զեկույցը այդպես էլ լիագումար նիստի օրակարգում չի ընդգրկվում այս պահի դրությամբ։ Ձեր կարծիքով սա իրավական խնդիր է, թե ընտրություններից առաջ իշխանությունը որոշել է չանդրադառնալ պատերազմի թեմային, գուցե որ նոր կրքեր չբորբոքվեն, նոր հարցեր չառաջանան։ Բնականաբար իրենք հիմնավորում են որոշակի իրավական կարգավորումների թերացումով, որ այս պարագայում հնարավոր չէ, որ լիագումար նիստերի քննարկման առարկա դառնա։ Ես անձամբ չեմ կարդացել, հնարավորություն դեռ չեմ ունեցել ծանոթանալ այդ զեկույցին, բայց իմ գործընկերները ծանոթացել են եւ ես առհասարակ կարծում եմ ի սկզբանե մեր չմասնակցելն էլ այդ տրամաբանության մեջ էր, որ չի կարող այն ուժը, որի օրոք եղել է պատերազմը, օբյեկտիվ քննություն իրականացնել, որովհետեւ սեփական հետքի վրա էին դուրս գալու ի վերջո։ Հետևաբար այդ ուժի կողմից պատրաստված ցանկացած զեկույց այն գլխից ոչ օբյեկտիվ է, ոչ ընկալելի է։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ, թե ինչու այն չհրապարակվեց, ինչու քննարկման առարկա չդարձավ, որովհետև այս իշխանությունը գնում է ընտրություններին, նախընտրական քարոզարշավի հիմնական թեզը, օրակարգը խաղաղության օրակարգն է։ Եվ եթե սկսվեր քննարկվել այս թեման, բնականաբար տարբեր հարցադրումներ էին հնչեցվելու, տարբեր կոնտեքստներ էին բացվելու, տարբեր քննարկման առարկաներ էին լինելու, որը վերաբերելու էր պատերազմին, իրենց հանցավոր գործունեությունը, հանցավոր անգործությանը։ Հետևաբար իրենք նախընտրեցին այս ընդհանուր խաղաղության օրակարգի համատեքստում որևէ կերպ քննարկման առիթ չդարձնել 20 թվականի պատերազմը եւ դրա պատճառները։ Կարծում եմ ընդհանրապես սա է, որովհետեւ կրկնում եմ, եթե մտածենք, որ այնտեղ այնպիսի բաներ կան, որոնք իրենք չէին ուզենա որ բացահայտվել, դուք կարծում եք իսկապես Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ այդ կառույցը կարողանա, այդ հանձնաժողովը կկարողանար նման եզրահանգման գալ, դուք կարծում եք այնտեղ որպես եզրակացություն լինելու էր, որ մենք իշխանություններս պատասխանատվություն ենք կրում պատերազմի համար, բնականաբար ոչ։ Իրենց խնդիրը միայն այս խաղաղության ընդհանուր օրակարգի եւ թեմայի շրջանակներում թույլ չտալ պատերազմի մասին հերթական անգամ քննարկում տեղի ունենա։ Սպասումները չի բավարարվել եւ դրա համար որոշեցին ուղարկել արխիվ, ավելի մեծ ակնկալիք են իշխանության, մտածում էին, որ հետքեր կգտնեն, սլաքները կուղվեն բարձրաստիճան զինվորականների կողմը։ Ես չգիտեմ իրենք ինչ էին նախատեսել, ինչ ստացան, ես տեսա, որ այդ ամբողջ ընթացքում բավականին հաջող շոուներ ստացան, իդեմս նրա, որ Նիկոլ Փաշինյանը եկավ, այնտեղ բաց նիստի ժամանակ որոշակի շոու կազմակերպվեց, իրենց դա էր հետաքրքիր։ Մեզ էլ ես հիշում եմ, ասում էին քննադատաբար մեզ ասում էին, բա դուք էլ եկեք մասնակցեք, ձեր հարցերը տվեք, պատասխանները ստացեք։ Իբր դուք որ հարցերը տվեցիք, պատասխանը ստացաք, վերջը ինչ եղավ։ Հիմա ամբողջ ժողովուրդը հարցը տալիս է, չէ՞, բա ինչու չհրապարակեցիք։ Բա եթե դուք որևէ բանում մեղավոր չեք, ամբողջությամբ քննել եք, եզրակացությունների եկել եք, բա ի՞նչ եք հրապարակում։ Հրապարակեք, ժողովուրդն էլ իմանա։ Կրկնում եմ, իրենք նախ վստահաբար իրենց հետքի վրա դուրս եկած չէին լինի, այնքան միամիտ չլինենք, որ կարծենք, որ գրվելու է Նիկոլ Փաշինյանը մեղավոր ու պատասխանատու է, մարդսկի նորմալ գերագույն գլխավոր հրամանատարի ֆունկցիան չէր վերցրել, ասում էր սովորական մոդերատորը։ Բայց խնդիրն այն է, որ խաղաղության օրակարգը որևէ կերպ չշեղվի, մարդիկ չորրորդ հանրապետություն են պատրաստվում հիմնել։ Դուք կարծում եք իրանք պատերազմի առարկան կսկսեն, պատերազմի պատճառները կսկսեն քննարկել, բնականաբար ոչ։